Հայաստանի կառավարությունը խոստանում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորում եւ Բաքվի հետ խաղաղության ինստիտուցիոնալացում։ Սա ամրագրված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը։ Փաստաթղթում նշվել է նաեւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու մտադրության մասին։ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 19-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով տուժել են Ճամբարակի զորամասի զինծառայողներ։ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին քաղաքացու վարած առանց համարանիշի գազ 53 մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտն զինծառայողների։ Վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամպրեի Վարդանյանը տեղում մահացել է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Մյուս 5 զինծառայողները տարբեր աստիճանի կոտրվածքներ եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Վիրավորներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներին է բավարար։ Բժիշկների հավաստմամբ բոլոր տուժածները գտնվում են խիստ հսկողության ներքո եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Գյումրու Մադոյան փողոցի տներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել։ Ըստ նախնական տվյալների միջադեպը տեղի է ունեցել կենցաղային գազի արտահոսքի պատճառով։ Պայթյունն առաջացրել է շինության շուրջ 40 քառակուսի մետր հատվածի փլուզում, իսկ մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Նոր Հաչնում օգոստոսի 18-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով 2 անձ է ձերբակալվել։ Քաղաքի նախկին պոլիկլինիկայի շենքի վերականգնման ընթացքում ավտոկրունկի զամբյուղն ընկել է, ինչը դարձել է 37 եւ 41 տարեկան երկու շինարարի մահվան պատճառ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնների խախտման հատկանիշներով։ Հայաստանը պետք է ընդօրինակի եվրոպական պետական ինստիտուտների մոդելները, սակայն զերծ մնա Եվրամիության քաղաքական կառույցի մեջ մտնելուց եւ տարածաշրջանային բախումներից։ Խորհրդարանից ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, որպես արտաքին քաղաքականության եւ տնտեսության ճիշտ զարգացման օրինակ, նա մատնանշել է Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի փորձը։ Այս երկրները, Շվեյցարիան, Նորվեգիան, իրենց օրինակներով մի մոդել են ընդունել։ Իրենք չեն մտել Եվրոպական միություն, որովհետև համարել են, որ Եվրոպական միությունը քաղաքական կառույց է, բայց բոլոր իրենց ինստիտուտներով ինտեգրված են եվրոպական համակարգի մեջ, եվրոպական ազատ տնտեսական գոտու մեջ։ Ինչ է սա տվել։ Շվեյցարիան զերծ է մնում յուրաքանչյուր քաղաքական բախումներից, բոլոր բախումներից։ Նորվեգիան գտնվելով Արկտիկայի մոտ զերծ է մնում հակադրություններից։ Միացյալ Թագավորությունը այլ ճանապարհ է ընտրել։ Ինչն է Հայաստանի ճանապարհը։ Մենք տեսնում ենք, որ հայկական բոլոր ինստիտուտները մեր երկրի մենք պետքա տեղայնացնենք եվրոպական մոդելներով։ Մեծ մասը բաներ կա, մենք համաձայն չենք այդ մոդելների հետ։ Որպես պահպանողական ուժ, ընտանիքը թիրախավորող մոդելների հետ համաձայն չենք։ Խոսելով տնտեսական իրականության մասին, նա շեշտել է, որ Հայաստանի համար ամենամրցունակ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Թվերը վկայում են, որ դեպի Եվրոպա արտահանումը նվազել է։ Ռուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցած տարի ուղարկել է 3.2 միլիարդ դոլար։ Եվրոպան Հայաստանին ապրանքների դիմաց ուղարկել է 600 միլիոն։ Ասեմ ավելին, 2 տարի առաջվա հետ համեմատած Եվրոպա դեպի արտանումը իջել է 23 թվի հետ համեմատած։ Ասեմ ավելին, այս տարի բարձրացել է, որովհետև ուղղակի պղնձի գինն է բարձրացել։ Չկա որակական, աշխարհի ամենամրցունակ շուկան է։ Եվ որն է մեր մոդելը։ Այն փողը, որ գալիս է Ռուսաստանից, դա գնում է թոշակների, զինվորականների աշխատավարձի, սոցիալական ծրագրերի։ Մենք չենք ուզում էդի գործունենք։ Մենք մի բան ենք ֆիքսում այս process-ի ընթացքում, կարևոր, որ Ռոբերտ Քոչարյանը չէր, պարոն Քոչարյանը չէր մեր տեխնացուն, ինչպես ձեր ամբողջ հմեկով, ամբողջ մեդիա համակարգը ուզում էր ասել։ Եվ դրա համար դուք քաղաքական պատասխանատվության եք ենթարկվելու, որ մոլորեցնում եք մեր հանրությանը, ամիսներով ասելով, որ Ուժեղ Հայաստանի տեխնացուն Սամվել Կարապետյանը չի, դուք մեդիայով եւ անգամ թեզ էիք մտածել, ով էր մտածել, ով էր ձեր խորհրդատուն այդ թեզի, պատերազմի կուսակցություն։ Այո, իսկ գիտեք ով է պատերազմի կուսակցությունը։
Վերջի 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը։ Եռապատերազմի կուսակցությունը ԿՊՆ-ը, եռապատերազմի կուսակցությունը եւ 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը։ Իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ եւ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ համակարգային լուծումներ մշակելու նպատակով։ Կառույցին տրվել է 3 ամիս ժամկետ իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունները մշակելու եւ կառավարության ղեկավարին ներկայացնելու համար։ Այս նախաձեռնությունը հաջորդել է բանակում վերջին շրջանում արձանագրված ողբերգական միջադեպերի եւ արատավոր բարքերի անհանգստացնող աճին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ աննախադեպ մասշտաբային տնտեսական պատերազմ եւ մեկուսացում սկսելու մասին, այն որակելով որպես Թեհրանի դեմ երբևէ ձեռնարկված ամենաջախջախիչ տնտեսական գործողությունը։ Նա նաեւ խիստ աղազգուշացրել է մյուս պետություններին, ցանկացած երկիր, որը թույլ կտա իր պետական կառույցներին, ֆինանսական հաստատություններին, բիզնես ոլորտին կամ օդանավակայաններին որևէ կերպ աջակցել Իրանին, անխուսափելիորեն կենթարկվի լուրջ տնտեսական պատժամիջոցների եւ հետևանքների։ Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը լիակատար ձախողվել են, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի ավագ խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։ Նրա խոսքով ամերիկացիները հույս ունեին 3-ից 4 օրում տապալել իշխանությունը եւ պառակտել երկիրը, սակայն չկարողացան հասնել իրենց նպատակին։ Նաղդին ծաղրել է Հորմուզի նեղուցը վերահսկելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները, նշելով, որ այնտեղ հիմա ոչ մի ամերիկացի չկա։ Նա շեշտել է, որ նեղուցը նավթի եւ գազի արդյունահանման համաշխարհային կարևորագույն կենտրոնն է եւ արևմուտքը չի կարող հրաժարվել դրանից, քանի որ ենթակառուցվածքների տեղափոխումը կամ նոր խողովակաշարերի կառուցումը շատ երկարատև, թանկ եւ խոցելի գործընթաց է։ Ըստ պաշտոնյայի, այժմ Իրանի գլխավոր խնդիրը սեփական անվտանգության ապահովումն ու հակառակորդներին զսպելու համակարգի վերականգնումն է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի դեպի հարավ առաջ խաղացող թուրքական ռազմական ներկայության ուժեղացումը։ Նեթանյահուի խոսքով իրենք նախապես հստակ զգուշացրել էին այդ մասին, երբ պարզ է դարձել, որ Թուրքիա մտադիր է ամրապնդվել Հալեպի շրջանի օդանավակայաններից մեկում, Իսրայելը համապատասխան ազդանշան է հղել։ Ազդանշանը փոխանցվել էր, բայց ըստ երևույթին այն չլսվեց։ Ուստի մենք արեցինք այնպես, որ նրանք դա ավելի հասկանալի կերպով ընկալեն, շեշտել Նեթանյահուն։ Ռուսաստանը մասսայական հարվածներ է հասցրել Կիևին, կա 5 զոհ, 23 տուժած։ 3 Ժիտոմիր քաղաքում ռուսական ԱԹՍ-ն թիրախավորել է ոստիկանության վարչական շենքը։ Օդային հարվածի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բրազիլիայի Պարանա նահանգում միկրոավտոբուսի եւ բեռնատարի ճակատային բախման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա։ Իրավապահները հետաքննություն են սկսել վթարի հստակ հանգամանքները պարզելու համար։ Դեպքի վայրում իրականացվող փորձաքննական աշխատանքների պատճառով միջպետական մայրուղին ժամեր շարունակ փակ է մնացել։